11-ին հրապարակվում է բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Խորհուրդը արձանագրում է, որ դատական նիստին նախարարության ներկայացուցիչ, նաև Սուրեն Անտոնյան կամարան ներկայացուցիչ ներկա չեն։ Այսպիսով խորհուրդը որոշեց վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում Արդարության նախարարի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 111-ա որոշման ներկայացված միջնորդությունը բավարարել է։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և